Նախ ասեմ, որ այսօր մեկնարկեց Artec 2015-ը, դա Artec 8-րդ համաժողովն է։ Նա մեկ տարի անցկացվում է Միացյալ Նահանգներում, մեկ տարի Հայաստանում, այս տարի հայաստանյան ուներ, որը տարբերվում է մյուս հայաստանյան ուներից։ Առաջինը ունենք հատուկ նիստ Աղաջեմիջոր Արցախում, երկրորդը երկու վենչուրային ֆորումներ են իրականացվում զուգահեռ, դա գիտության տեխնոլոգիաների ձեռնարկության ծրագիրն է եւ նաեւ հատուկ տեխնոլոգիաների ծրագիրը։ Artec-ը նաեւ այս տարի բացառիկ է հյուրերի քանակով, ավելի քան 250 սփյուռքից համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններից եւ տեղական մասնագետներից արդեն ներկայ են եւ գրանցվել են Artec-ում եւ ամենակարևորը խոսնակներ ունենք բացառիկ, որոնք առաջին անգամ են նմանատիպ ռանգի մասնագետներ եւ ղեկավարներ Հայաստանում։ Այնչով է կարևոր, իրենք վերում են իրենց փորձը եւ մենք փորձում ենք հայաստանյան Artec-ում առաջինը ներկայացնել թե մեր կառավարությանը, թե մեր երիտասարդներին այն հնարավորությունները, որ այսօր գնում է տեխնոլոգիական աշխարհը, ինչպես նաեւ ներկայացնելու այն հնարավորությունները, որ Հայաստանն ունի նոր ներդրողների համար։ Ինչով է այսքան տարիների ընթացքում Artec-ը տարբերվել մյուս Artec-ներից եւ ինչի է Artec-ը կարևոր շարունակելու համար։ Վերջին ուսումնասիրությունը ցույց տվել, որ Artec-ը դարձել է հարթակ նոր ծրագրերի համար։ Դեռ առաջին, երկրորդ Artec-ների ընթացքում ծնվեց Microsoft ինովացիոն կենտրոնը, հետագայում ազգային ինժեներական լաբորատորիան։ Անցած տարի հիշում եք, որ Նյու-Յորքյան Artec-ից ծնվեց ջրվեժ ինժեներական քաղաքը եւ այսօր նաեւ Microsoft-ի հետ այս Artec-ում արդեն եզրանկման եկան նոր մոբայլ լուծումների տեխնոլոգիաների, կիբերնետիկության, ինչպես նաեւ մի շարք այլ նոր ծրագրերի համար։ Ես կարծում եմ նաեւ Artec-ը կարևոր է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար, այսօր տեսնում ենք նաեւ ճարտարագիտության, հատուկ տեխնոլոգիաների, էներգետիկայի, իսկ մենք կարողանում ենք Artec-ի միջոցով IT-ից բացի նաեւ վերհանել մյուս ոլորտներում, տեխնոլոգիական ոլորտներում նկատելի հաջողությունները եւ փորձել դրանք առաջ տանել։